Հիմա մենք ունենք մի պատկեր, երբ որ այն մարդիկ անգամ, ովքեր որ պատշաճ վճարում էին, տեսնելով որ չկա համապատասխան հսկողություն, կարելի ասել մնացած չվճարողների նման, իսկ այդ չվճարողները հիմնականում, այսպես ասեմ, էլի, դրանց մեջ գուցե եւ կան մարդիկ, ովքեր որ դեմ էին ի սկզբանե առասարակ այս փոփոխություններին, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր որ այդ իրավիճակից օգտվում են եւ կատեգորիկ չեն վճարում, էլի, իսկ այդ չվճարումները բերել է, այսպես ասած, բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների եւ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում, էլի, այլ ոլորտից, պայմանական հանրակրթության ոլորտից գումար պայմանական կտրի եւ ներդնի հասարակական տրանսպորտի մեջ, այսինքն այն բոլոր չվճարումները, որ կատարվում են հասարակական տրանսպորտում, դա բերելու են նրան, որ նոր շարժակազմերը էլ ավելի ուշ են Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերվելու եւ այն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, գուցե ավելի դժվար Երևանի քաղաքապետարանի կողմից դրանք կարգավորվեն։ Խոսքը վերաբերվում է հիմնականում բնականաբար շարժակազմներին, բայց սրա մասին ավելի լավ է խոսել, իրավիճակը ներկայացնել, քան հետո տարբեր մեղադրանքների արձագանքել։ Հիմա նաև դուք տեղյակ եք, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր հասարակական տրանսպորտում չվճարողների համար տուգանք սահմանել, դա շարունակում է մնալ մեր օրակարգում, սակայն ամբողջությամբ գտնվում է ազգային ժողովի տիրույթում, քանի որ այդ որոշումը իրենք պետք է իրականացնեն, բայց